Ուրեմն հարգելի իմ դիտորդ ինձ խնդրել էին, որ նայեի Ռուբեն Վարդանյանը բանդից դուրս կգա, թե չէ։ Ես վերցանել եմ իր քարտեզը եւ մենք ունենք այսպիսի իրականություն։ Ուրեմն Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին Երևանում։ Չունենք մենք իր ծննդյան ժամը ճշգրիտ եւ Վիկիպեդիայով էլ հայտնի չէ։ Ուստի աստղագուշակության մեջ կազմվում է կոսմոգրամա, նատալ քարտեզ առանց տների, ասցենդենտների եւ ասցենդենտների դիրքի, որը ցույց է տալիս մոլորակների հիմնական դասավորվածությունը կենդանակերպի նշաններում։ Բայց քանի որ մենք ունենք մոլորակային պատկեր եւ դրանց հիման վրա, այսպես է Ռուբեն Վարդանյանի ուրեմն քարտեզը արեգակը երկօրյակներում նշանակում է բարձր ինտելեկտ, ճկունություն եւ հաղորդակցման բացառիկ տաղանդ։ Բնութագիր, տեղեկատվության առաքնկալում, բազմակողմանի հետաքրքրություններ, կապեր հաստատելու եւ բանակցություններ վարելու բնական դիրք։ Սա բնորոշ է այնպիսի մարդկանց, ովքեր կարողանում են միաժամանակ ղեկավարել մի քանի խոշոր նախագծեր եւ գտնել ընդհանուր լեզու տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Ռուբեն Վարդանյանի հոգին լուսինը գտնվում է ցուլում կամ խոյում։ Կախված ծննդյան կոնկրետ ժամից լուսինը մայիսի 25-ին անցում է կատարել խոյից դեպի ցուլ։ Եթե ցուլում է, առավել հավանական տարբերակը սա լուսնի ուժեղագույն դիրքերից է, էկզալտացիա, այն տալիս է ներքին կայունություն, պրակտիկ միտք, ֆինանսական բնազդ եւ նյութական աշխարհում կայուն հիմքեր ստեղծելու ձգտում։ Այսպիսի մարդիկ հանգիստ են, հանձնառու եւ հակված են երկարաժամկետ մնայուն արժեքներ ստեղծելու, բարեգործություն, դպրոցների հիմնադրում եւ այլը։ Կարծում եմ, այս կերպարը իրան ավելի այսպես համահունչ է։ Եթե խոյում լինի, հուշում է հուզական բարձր ռեակտիվության, իմպուլսիվության եւ ներքին մարտիկի ոգու մասին։ Հնարավոր է, որ այս երկրորդ տարբերակն էլ է այսպես իրան գնում։ Ուղղակի մենք ժամը չունենք, հենց դա է խնդիրը, որ մենք ճշգրիտ ժամը չգիտենք իրա։ Մերկուրին երկվորյակներում գտնվում է իր սեփական նշանում, ինչը նշանակում է, որ այն գործում է առավելագույն ուժեղ։ Փայլուն վերլուծական միտք ունի, սուրբ տրամաբանություն, ֆինանսական եւ տնտեսական գործընթացների խոր ընկալում, սա ռազմական մտածողություն եւ հաջողակ գործարարություն, ներդրումային բանկի գլխավոր աստղային ցուցիչներից մեկն է։ Եթե նայում ենք Վեներային, Վեներան իր մոտ խեցգետնում է, Վեներան պատասխանատու է արժեքների, սիրո, կապվածության համար։ Բնութագիրը խորը կապվածություն արմատների, հայրենիքի, ընտանիքի, ավանդույթների հետ։ Այս դիրքը հաճախ արտահայտվում է հովանավորչությամբ եւ բարեգործությամբ։ Մարդը իր ունեցվածքը եւ իր ռեսուրսները ուզում է հարազատ միջավայրի, մշակութային ժառանգության, պահպանման, զարգացման համար ներդրում անել։ Մարսը ցուլում, ինչպես ասեցի, բնորոշում է էներգիան, գործելաոճը եւ դիմադրողականությունը։ Դանդաղ, բայց երկաթյա կամքով, համառությամբ առաջ շարժվելու ունակություն ունի Ռուբեն Վարդանյանը։ Գործողությունները հաշվարկած են իր մոտ միշտ, նպատակասլաց եւ ուղղված են պրակտիկ արդյունքների։ Ճգնաժամային իրավիճակներում այս դիրքն ապահովում է բացառիկ տոկունություն եւ սառնասրտություն։ Յուպիտերը այռուցում, սա տալիս է իրան արքայական դիրք, լայնամասշտաբ տեսլական, առաջնորդի հատկանիշներ, ձգտում է դեպի մեծ ազդեցիկ նախագծեր։ Այս դիրքը մարդուն դարձնում է նկատելի հանրության մեջ եւ տալիս է հեղինակություն սեփական գաղափարների շուրջ մարդկանց համախմբելու։ Սատուրնը գտնվում է խոյում։
խորհրդանշում է դասերը, պատասխանատվությունը և կյանքի փորձությունները։ Սա բարդ դիրք է անկում, որը պահանջում է անձնական մեծ պատասխանատվություն ստանձնել կարևոր պատմական կամ ճգնաժամային պահերին։ Այն ստիպում է մարդուն անցնել դիվային փորձությունների միջով, որտեղ նա ստիպված է լինում միայնակ կայացնել կյանքի որոշումները և ցուցաբերել արիություն։ Ուրեմն աստղագուշակության և նատալ քարտեզի տեսանկյունից անձի գերի ընկնելու, ազատագրման կամ դավադրությունների զոհ դառնալու հավանականությունը մենք միշտ կապում ենք քարտեզի որոշակի տների, մոլորակների և դրանց ծանր ասպեկտների հետ։ Ես փորձեցի հասկանայի արդյոք իրա սահմանափակումները կապված են դավադրության հետ, բայց Ռուբեն Վարդանյանի կոսմոգրամմայում կան մի քանի առանցքային ցուցիչներ, որոնք աստղաբանորեն բացատրում են նման ծանր շրջադարձերը, սակայն դրանք ավելի շատ խոսում են կարմիկ, մեծ փորձությունների, բացահայտ քաղաքական, ռազմական դիմակայության վիճակի, քան թաքուն այսպես դավադրության մասին։ Նայեք, եթե Սատուրնը Խոյում ճգնաժամային պատասխանատվության մասին է խոսում, Սատուրնը Խոյի նշանում գտնվում է իր թույլ դիրքում, այսինքն գնում է դեպի ռետրոգրադ անկում։ Սա նատալ քարտեզի ամենաբարդ կետերից է։ Ազդեցությունը այն խորհրդանշում է կյանքի ընթացքում պետական, իրավական կամ համակարգային մեծ ճնշումներ, սահմանափակումներ, ազատության կորուստ։ Սատուրնը պատասխանատու է բանտերի մեկուսացման համար, քանի որ այն Խոյում է, ռազմական, ագրեսիվ նշան է համարվում։ Այս սահմանափակումը գալիս է անմիջական ռազմաքաղաքական հակամարտության արդյունքում։ Նայեք, 12-րդ տան հավանական ակտիվությունը մեկուսացման տան հետ կապված, թեև առանց ծննդյան ճշգրիտ ժամի ենք նայում, և այստեղ մի տեսակ հստակ հնարավոր չէ էլի ասել, թե որ մոլորակներն են ընկնում տների մեջ։ Գերի ընկնելու, կալանավորման թեման աստղագուշակության մեջ բացառապես ղեկավարում է 12-րդ տնով, այն կոչվում է գաղտնի թշնամիներ և մեկուսացման աքսորի բանտի տուն։ Նմանօրինակ մասշտաբային իրադարձությունները հուշում են, որ նրա ծննդյան ժամի ճշգրտությամբ 12-րդ տան կամ դրա կառավարչին միացած կլինեին ծանր մոլորակներ, օրինակ Պլուտոնը, Մարսը կամ Սատուրնը։ Հիմա նայենք դավադրություն, թե բացահայտ ճակատամարտ։ Դավադրության ցուցիչները եթե նայում ենք աստղագուշակության մեջ, գաղտնի դավադրություններ, թիկունքից հարվածներ, դավաճանության, այդ ամեն ինչի համար պատասխանատու է ուրեմն կարիճ նշանը և Նեպտուն մոլորակը, եթե դրանք վատ ասպեկտներ ունեն Արեգակի կամ Մերկուրիի հետ։ Վարդանյանի քարտեզում նրա մոլորակների մեծ մասը գտնվում են երկօրյակներում, Արեգակ, Մերկուրի, Ցուլում, Մարս, հավանաբար նաև Լուսին։ Սա նշանակում է, որ իրադարձությունները զարգացել են ոչ թե գաղտնի դավադրության կամ թակարդի մեջ գցելու սցենարով, այլ եղել է բացահայտ, կանխատեսելի և գիտակցված ռիսկի արդյունքում։ Ցուլի Մարսը և Խոյի Սատուրնը տալիս են համառություն, մարդը գիտի վտանգի մասին, բայց այդ վտանգից ինքը չի փախչում։ Լիլիթը Սև Լուսին և հարավային հանգույցը Կետուն, եթե նայում ենք, նատալ քարտեզում Լիլիթի մարդու կյանքի մութ կողմը, ճակատագրական սխալները կամ փորձությունները, հարավային կարմիկ հանգույցի դիրքերը հաճախ ցույց են տալիս այն ոլորտները, որտեղ մարդը կարող է դառնալ հանգամանքների զոհ։ Երբ տրանզիտային ընթացիկ, ուրեմն ծանր մոլորակները, հատկապես Պլուտոն և Սատուրն անցնում են այս կետով, տեղի է ունենում կյանքի ամենածանր ճգնաժամերից մեկը, ինչպիսին եղավ 2023 թվականի սեպտեմբերյան այսպես ձերբակալությունը։ Եթե այս ամեն ինչը ես ամփոփելու լինեմ, ուրեմն այս ամեն ինչը հաստատում է, որ նրա կյանքի այս փուլը, ազատազրկումը, ունի խորը կարմիկ աստղաբանական հիմքեր, հատկապես Սատուրնի դիրքի պատճառով, սակայն այն ավելի շատ կապված է աշխարհաքաղաքական բացահայտ ճնշումների, անձնական
ճակատագրական ընտրության, քան ետբեմային գաղտնի դավադրության հետ։ Այստեղից հետևություն, որ ոչ մի դեպքում իր հանդեպ դավադրություն, դավաճանություն, խաբեություն տեղի չի ունեցել։ Մարդը հստակ իմացել է եւ առճակատվել է ռիսկերի հետ ու ստացվել է այնպես, որ ինքը ազատազրկվել է։ Ուրեմն, եթե նայում ենք իր նատալ քարտին, 2026 թվականի Ռուբեն Վարդանյանին անմիջապես ազատ արձակման հստակ ցուցիչներ չկան, իսկ ՆԱՏՕ-ն որպես կառույց չի կարող հանդիսանալ նրա ազատման միակ կամ ուղղակի գործոնը, քանի որ նրա քարտեզը ղեկավարում է աշխարհաքաղաքական ավելի մեծ կենտրոնների բախումը։ 2026 թվականի աստղաբանական եւ իրական պատկերը ըստ նատալ կարտի լինում է այսպես 2026-ի փետրվարի 17-ին Բաքվի զինվորական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման եւ ապրիլին նա տեղափոխվեց հիմնական բանտ Ումբակի։ Նա հրաժարվել է վերաքննիչ բողոքարկումից եւ գործընթացը համարել է ամբողջը կեղծ ֆարս։ Եթե մենք նայում ենք տրանզիտների ծանրությունը, 2026 թվականի ընթացքում Սատուրնը, Պլուտոն մոլորակները շարունակում են ճնշող ասպեկտներ ձևավորել նրա նատալ Արեգակի երկօրյակի Սատուրնի եւ Խոյի նկատմամբ։ Սա նշանակում է, որ 2026 թվականը նրա համար ոչ թե արագ ազատման, այլ մեկուսացման, ուրեմն պայմաններին հարմարվելու, թերևս ներքին դիմադրողականության տարի է լինելու։ Եթե նայում ենք նատալ կարտով ՆԱՏՕ-ի հետ կապված աստղագուշակության մեջ, ՆԱՏՕ-ն կամ արևմտյան ռազմաքաղաքական դաշինքները խորհրդանշում են օդի տարերքով Մերկուրի, Ուրան, Յուպիտերով։ Վարդանյանի քարտեզում Յուպիտերը առյուծում է, ինչը հուշում է, որ նրա ազատման հարցը լինելու է միջազգային բարձր մակարդակի առևտրի հետ կապված, այսինքն ստացվում այնպես, որ մենակ ՆԱՏՕ-ով այս հարցը չի լուծվելու։ Բազմավեկտոր ազդեցություն, քանի որ նրա Արեգակը երկօրյակներում է, սա բերում է երկության նշան, նրա ազատումը կախված է լինելու միաժամանակ երկու հակադիր կողմերից՝ Արևմուտք, ԱՄՆ, Եվրոպա եւ Ռուսաստանի միջև ընթացող ետբեմային պայմանավորվածություններից, այլ ոչ թե կոնկրետ մեկ ռազմական բլոկից կամ միջամտությունից։ Երբ է հնարավոր, քանի որ մենակ ես չբավարարվեցի 2026 թիվը նայելով, հասկացա, որ 2027 թվականից մինչև 2028 թվականի ավարտը թերևս այստեղ մենք ունենում ենք Յուպիտերի բարենպաստ դիրք։ Յուպիտերը գտնվելու է Կույսի նշանում եւ կազմելու է բարենպաստ ասպեկտ Մարսի ու Լուսնի հետ, ստեղծելով իրավական կամ դիվանագիտական նոր հնարավորություններ, որոնք կարող են կոտրել Սատուրնի այսպես սահմանափակումները եւ մեղմացնել իրավիճակը։ Ուրեմն 2026 թվականին նրա լիակատար ազատ արձակման ցուցիչներ ըստ նատալ կարտի ընդհանրապես գոյություն չունեն, այլ ընդհակառակը քարտեզը ցույց է տալի, որ հենց 2026 թվականին նրա գործը կստանա հզոր միջազգային հնչեղություն եւ կսկսեն արդեն զբաղվել այդ գործով։ 2026 թվականը չի ցուցադրում արագ ազատում, որովհետև Սատուրնի քննությունը թերևս 2026 թվականին տրանզիտային, ուրեմն Սատուրնը բերում է սահմանափակումներ, պատժի եւ բանտի մոլորակն է համարվում, գտնվում է ուրեմն ցուկ նշանի վերջին եւ Խոյի առաջին աստիճանում, այն ուղիղ հակադրում է դիմակայության մեջ եւ նրա նատալ Արեգակի երկօրյակի հետ աստղաբանության մեջ սա կոչվում է մեկուսացման եւ ճնշման այսպես ամենաբարձր այսպես կետը, պիկը, ոնց որ ասում են։ Եթե մենք նայում ենք Պլուտոնի քառակուսին, սա էլ է ծանր դիրք եւ տրանզիտային Պլուտոնը ջրհոսից ծանր ասպեկտ է տալիս նրան նատալ Սատուրնի Խոյում։ Սա նշանակում է, որ պետական իրավական համակարգը Ադրբեջանի դատարանը, որը նրան դատել է
20 տարվա ազատազրկմամբ 2026 թվականին բացարձակ կոշտություն է ցուցաբերելու այս մարդու հանդեպ։ Եթե մենք նայում ենք գոնե հասկանանք ինչ դրական աստղային շրջադարձ կա 2026 թվականին, այստեղ երևում է Յուպիտերի տեղաշարժը, դա 2026 թվականի կեսերից է լինում, արդարադատության, հովանավորչության մոլորակն է, սկսում է լավ ասպեկտներ կազմել նրա քարտեզի օդի և հրի տարերքի հետ։ Եթե մենք նայում ենք աստղային նշանակությունը, սա չի նշանակում, որ 2026 թվականին ինքը այդպես դուրս կգա, դռները անմիջապես կբացեն, ինքը շատ բարդ փուլ է անցնելու, նախ եւ առաջ այդ հարցը պետք է անցնի միջազգային կարգավիճակի, որտեղ այսպես այդ հարցը կտրուկ կբարձրանա, այսինքն կդառնա առաջնային։ Եվ քարտեզով ցույց է տալիս, որ նրա անունը հանվում է մոռացությունից, այսինքն անընդհատ հիշվելու է, անընդհատ խոսվելու է, անընդհատ զբաղվելու են եւ ինքը ստանալու է համաշխարհային աջակցություն։ Օրինակ, այս մարդը իրական կյանքում 2026 թվականի մայիսին նրա առաջադրումը Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների միջազգային մրցանակին այստեղ արժանացվեց, աստղերը հուշեցին, որ 2026-ին նրա շուրջը ձևավորվելու է իրավական պաշտպանության վահան։ Երբ է նատալ քարտով երևում իրական ազատումը Ռուբեն Վարդանյանի, օրինակ արտահանձման, քաղաքական գործարքով հիմնական աստղային պատուհանը ուրեմն բացվում է 2027 թվականից մինչև 2028 թվականի ընթացքում։ Ինչու է այս 2027-ից 28-ը հավանական, որովհետև Ուրանի տրանզիտը ազատության մոլորակ այսպես անսպասելի շրջադարձ է անելու եւ անսպասելի այսպես իրավիճակներ ստեղծող մոլորակը, որը 2027-ից մինչև 2028 թվականը կմիանա նրա նատալ արեգակին, այսինքն երկվորյակներին։ Սա աստղաբանության մեջ կոչվում է բանտից, մեկուսացումից, կապանքներից անսպասելի ազատում։ Յուպիտերի աջակցությունը 2027 թվականից մինչև 2028 թվականները գտնվեն կշեռքի նշանում, ինչը խորհրդանշում է, որ հաջողակ այսպես միջազգային դիվանագիտության և դատական հաղթանակ կարող է տեղի ունենալ։ Եթե մենք նայում ենք աստղաբանության մեջ, ուրեմն 2026 թվականի նատալ քարտով ոչ թե ֆիզիկական ազատման տարի, այլ ընդհակառակը դիմադրության, հարմարվելու, գործը միջազգային հարթակ տեղափոխվելու տարի է լինելու, իսկ բանտի պատերից դուրս գալու հստակ աստղային նախադրյալները իր մոտ ձևավորում են 2027-ից մինչև 2028 թվականը։ Ես նաև այսպես չզլացա նայեի Ռուբեն Վարդանյանի ներքին ուժին, Մարսին եւ հոգեկան տոկունությանը, առողջությանը, ինձ համար շատ կարևոր էր հասկանալ, թե այդ մարդը առողջական ինչ վիճակում կարող է գտնվել, եւ ես կարող եմ ասել, որ Մարսը ցուլում տալիս է իրան երկաթյա դիմադրողականություն, բարձր իմունիտետ, ֆիզիկական ուժ, այդ ճգնաժամերը հաղթահարելու։ Նատալի դիրքը ցույց է տալիս ուրեմն ցուլի ավելի շուտ Մարսը, մարաթոնցու էներգիա, այսինքն մարդը հաղթանակած սիրում է ամեն հարցով դուրս գալ։ Սա նշանակում է, որ ինքը չի բռնկվում արագ, բայց ունի բացառիկ երկարաժամկետ տոկունություն, նրան հնարավոր չէ կոտրել կարճաժամկետ կոշտ ճնշումները ցուցաբերելով։ Եվ եթե նայում ենք տրանզիտային Ուրանը, փոփոխությունների եւ սթրեսի մոլորակը անցնում է հենց նրա նատալ Մարսի վրայով, սա բարդ ցուցիչ է, որը զգուշացնում է ֆիզիկական գերլարվածության եւ անսպասելի սուր իրավիճակների մասին, սակայն քանի որ Մարսը հողեղեն նշանում է, նա կարողանում է այդ ներքին ստրեսը վերածել սառնասիրտ դիմադրության։ Նայում ենք, իր լուսինը ցուլում է եւ հոգեկան կայունություն եւ առողջություն այս մարդը արդեն իծն է ունի։
Եվ լուսնի դիրքը ցույց է տալիս ուժեղագույն էկզալտացիա, որը լավագույն պաշտպանություն է ցանկացած հոգեբանական ճնշման դեմ։ Այսպիսի մարդիկ զրահապետ էներգիա ունեն եւ շատ ուժեղ նյարդեր։ Առողջական ռիսկերը 2026 թվականին ցույլ նշանի վրա արկա տրանզիտային ծանր ազդեցությունները Ուրանի եւ Սատուրնի անուղղակի ասպեկտները աստղաբանորեն թիրախավորում են կոկորդի, պարանոցի, էնդոկրին վահանաձև գեղձի համակարգը։ Եթե այս մարդը խնդիր ունենա, խնդիր ունենալու իր կոկորդի հետ։ Սա այն խոցելի կետն է, որը նա պետք է ուշադրություն դարձնի եւ որի հետ կապված խնդիրները կարող են սրվել հենց իր մեկուսացման մեջ։ Եթե մենք արձանագրենք Սատուրնի դասը, քանի որ նա նատալ Սատուրնը գտնվում է Խոյում, իսկ տրանզիտային Սատուրնի 2026 թվականին մտնում է Խոյի համաստեղության տակ, նա ասում է կյանքի այսպես կարևոր կարմիկ ցիկլներից մեկը Սատուրնի վերադարձը, որը լինում է 29 տարի ու կես մեկ անգամ։ Աստղաբանության մեջ սա այն փուլն է, երբ ճակատագիրը մարդուն դնում է ծայրահեղ սահմանափակումների մեջ, ստուգելու նրա հոգու ամրությունը, քարտեզը ցույց է տալիս, որ հոգեբանորեն նա պատրաստ է այս փորձությանը, եւ նրա ներքին եսը, արեգակը երկորյակում եւ ֆիզիկական հիմքը ցուլու մոլորակների, այսպես թույլ չեն տալիս, որ նա հանձնվի։ Եթե ամփոփելու լինենք, ապա քարտեզը հուշում է հոգեբանորեն նա ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները դիմանալու այս փորձությանը եւ պահելու իր ֆիզիկական առողջությունը, պարզապես ստրեսը կարող է այսպես մի փոքր հյուծել եւ վահանաձև գեղձի հետ կապված կամ կոկորդի հետ կապված խնդիրներ արձանագրել։ Տեսեք, Ռուբեն Վարդանյանի նատալ քարտում Յուպիտերը գտնվում է առյուծի նշանում, սա համարվում է արքայական դիրք աստղագուշակության մեջ, Յուպիտերը նաև մեծ բարերար է եւ խորհրդանշում է բարձր հովանավորություն, հեղինակություն, աստվածային պաշտպանություն եւ ելք անգամ ամենաանասանելի իրավիճակներից մարդուն թույլ է տալիս դուրս գալ հաղթանակած։ Եթե մենք նայում ենք այս իրավիճակին, ուրեմն տալիս է անձի մասշտաբային ճանաչում միջազգային հարթակներում։ Նատալ դիրքը առյուծ Յուպիտերի ծննդա то есть առյուծի Յուպիտերը հենց ծննդատներում իր միշտ տալիս է այնպիսի մարդիկ, այսինքն ծնվում են այդ ժամանակ այնպիսի մարդիկ, ովքեր ունակ են դառնալու հոգևոր կամ գաղափարական առաջնորդներ, նույնիսկ ֆիզիկական ազատությունից զրկված լինելու պարագայում այս մարդիկ թույլ չեն տալիս, որ իրենց անձը մոռացվի կամ կորցնի իր այսպես կշիռն ու ուժը։ Այս տարի Յուպիտերը նրան տալիս է բարոյական հաղթողի կարգավիճակ եւ նրա կերպարը միջազգային հանրության եւ իրավապաշտպանների աչքերում մնում է դարձյալ իր ստատուսով բարձր եւ հարգված վիճակ, ինչը ապահովում է մշտական ուշադրություն եւ թույլ չի տալիս, որ նրա հանդեպ գերարեն ավելի ծայրահեղ միջոցներ։ Հայտնվելու են գաղտնի հովանավորներ ետնաբեմային այսպես կուլիսների հետևում, որոնք տալու են իրենց աջակցությունը։ Յուպիտերն առյուծում ստեղծում է ազդեցիկ բարձրաստիճան հովանավորի ցանցը։ Նատալ քարտեզը հուշում է, որ 2026 թվականին չնայած բացահայտ կոշտ դատավճիռին 20 տարի ենք խոսում, ետնաբեմում գաղտնի դիվանագիտության մակարդակում ընթանում են լուրջ քննարկումներ իրեն օգնելու, ազատելու համար։ Եփե ազատության մոլորակը ակտիվանալու 2026 թվականի երկրորդ կեսին, ուրեմն Յուպիտերը կույսում տրանզիտային այսպես Յուպիտերը կսկսի բարենպաստ ասպեկտ տրինա կոչվում կազմել նրա նատալ Մարսի եւ Լուսնի հետ, դա ցուլում արդեն։ Սա կլինի առաջին փուլը, երբ բանտային պայմաններում կամ առողջական հարցերում կհայտնվեն որոշակի թուլացումներ կամ դրական միջամտություններ։
գուցե առողջության հետ կապված հարցեր լինի, որտեղ տեղափոխեն իրեն տեղից կամ հիվանդանոց տանեն բուժելու հետ կապված։ Եվ եթե ամեն ինչ այսպես խորացված նայում ենք 2027-28 թվականին Յուպիտերը կշերքի նշանում է, կշերքը հենց արդարադատությունն է, սա կլինի Յուպիտերի գլխավոր հաղթանակը, այն կմտնի դիվանագիտության, արդարադատության նշան կշերք և եռանկյունի կկազմի նրա նատալ Արեգակի երկորյակների հետ։ Միայն այդ ժամանակ Յուպիտերի թաքնված պաշտպանությունը կդառնա այսպես բացահայտ, բոլորս կտեսնենք, կապշենք և իրավական կամ քաղաքական մեծ գործարքի արդյունքը կյանքի կկոչվի նրա ազատ արձակման համար։ Եթե ամփոփելու լինեմ դարձյալ այս ամենը, ուրեմն պետք է ասեմ, որ Յուպիտերը Վարդանյանի քարտեզում գործում է որպես հզոր անտեսանելի վահան, այն երաշխավորում է, որ նա չի մնալու մեկուսացման մեջ ընդմիշտ, թքած այդ իրանց տված 20 տարիների վրա և 2026 թվականի ներքին տոկունության փուլից հետո կբերի ճակատագրական այսպես մեծ հաղթանակի։ Սպասենք Ռուբեն Վարդանյանի ազատմանը 2027 թվականից ավարտը մինչև 2028 թվականը, բայց մենք կտեսնենք, որ իր հարցը արդեն բարձրացվել է, քննարկման է, դատական պրոցեսներ են գնում, վերանայվում է և կա նաև իր համար կուլիսային, գուցե այդ կուլիսային հովանավորներին մենք չտեսնենք, բայց փոխանակում գերիների հետ կամ ինչ-որ այսպես ոնց են ասում, չգիտեմ, պատզալոգ են ասում, ինչ են ասում, այդպես ինչ-որ բանի դիմաց, այսպես իրան թողնեն ազատության մեջ։ Ռուբեն Վարդանյանի նոտալ կարտով չկա, որ ինքը մինչև կյանքի վերջ լինելու է մեկուսացման մեջ 2027-ի վերջը և 2028 թվականը կարող է սկիզբները լինի Ռուբեն Վարդանյանի ազատության հարցը լինելու է արդեն հաղթանակած։